Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է, երբ հարցնում են ինչ է կարել այդ 8 միլիարդ դոլարն, ասում է զենք եմ գնել։ Եթե իրանք պաշտպանական զորությունը ուժեղացրել են, կայունացրել են, խաղաղություն են բերել, դժվարանում են պատասխանեմ այդ հարցին, շատ կասկածելի եմ, շատ, որտեվ նախ չեմ կարող պատասխանել, իսկ երբ կողքից նայում եմ ու տրամաբանում, տեսնում եմ, որ դա կասկածելի է այդ զենքը, կա թե չկա, չգիտեմ։ Եթե դա ավելանում է լավ բարի գործերի համար, ոչինչ, բայց որ ավելանում է ու այդ բոլորի պատիժը պետք է տանի երեխաները, մատաղսերուները, այդ արդեն շատ վատ է։ Բանակը եղել է 44,000, հիմա դարել է 14,000, էտում համար զենքը, որ բանակի համար զենքը գնել։ Կարող եք բացատրել, եթե 44, 2 օր առաջ էր, որ իրանցից նեղացած բանը կպականը ասում էր, եթե չեն կանչել պատասխանատվության, ուրեմն ճիշտ ասում, ասում է 44,000 է եղել, 14, որ բանակի համար գնել է։ Կարող եք չգիտեմ, սուտ է ասում ուրեմն, զենք չի գնել։ Զենք է գնել ինչի բերտարածքի մի զգալի մասը, այն չեմ ասում հայկական տարածքների մասին, այն սովետական, սոցիալիստական Հայաստանի տարածքների մի մասը դեռ ադրբեջանցիների տիրապետություն։ 2 օր առաջ էլ դեռ 2-3 օր լուր կա, որ իրանք լիճ են տվել, լճակ են տվել, լիճ են տվել, մաքուր ջրի աղբյուր են տվել։ Էսա իր զենքը, որ մեզ չի պաշտպանում, մեր ջուրը չի պաշտպանում։ Ես նրա ոչ մի ասածին չեմ հավատում, Ազիզ ջան։ Նա ոչ մի բանը ճիշտ չի ասում։ Նա առաջի հետին իրան է խաբում, հետո ժողովրդին։ Ինքը ոնց որ իրավերացի ծաղա։ 75 տարեկան կին եմ, ես նման վարչապետ ղեկավար երկրի առաջի անգամ եմ տեսնում։ Առաջին անգամ ամբողջ երկրագնդի մասշտաբով մանգակ նման երկրի ղեկավար չեք տեսնի։ Այդ մենք ունենք մինակ հայերս, որ դիմանում ենք։ Հայաստանի պարտքը եղել է 7.5, հիմի դարել է 15 միլիարդ։ Այդ ինչի հաշվին է դարել։ Զենք են գնել։ Այդ զենքը բա ուր է, մի անգամ պարած չարավ, մի անգամ հանդես չարավ, մի հատ զենքը տենան կամ մի բանը, թեկուզ թշնամին տենա, որ Հայաստանն է զենք, բայց զենք ուր գնաց։ Ուր տարան, որտեղ դրեցին։ Ադրբեջանը ինչ ասում է, նրա հրամանն էլ կատարվում է։ Մեր իշխանությունը, մեր ազգային ժողովը։ Չեք հավատում, որ զենք են գնել։ Դեք հավատալով կիս ոնց է, գիտես ոնց է, ասում եմ մինչև աշկը չտենա, դու չպիտի այդ խոսքին կամ էլ ականջով լսես, չպիտի այդ խոսքին նոր հավատաս։ Ուր է զենքը, դրանց զենք, ասում են Ղարաբաղ զենք չկա, բա որ չկա, որտեղից տարավ ալինու ծրավ ընդեղ։ Այս մարդը, ես մի մեջբերում անեմ, նայեք, ես թանրապես Ղարաբաղը համեմ հատել եմ, 300 սպարտանցը, հիշում եք չէ, այդպիսի բան կա հունական։ Հիմնակ տես ինչ կատարվեց։ Երբ սպարտանցները գնացին 9 միլիոնանոց զորքի դեմ կռվի, Սենատը որոշեց, մինչև այդ Լեոնիդի այդ 300 սպարտանցը մահացան, զորք հավաքեց, գնաց կռվեց հաղթեց, չէ, եւ այնտեղ ինչ կատարվեց կարևորը, какой-нибудь հովիվ ցույց տվավ այդ գաղտնի ճանապարհը եկամորթեցին, ինչպես էր Ղարաբաղում։ Փոխանակվել Ղարաբաղից 44 օր կռվից հետո սոս կանչեին ասեն ժողովուրդ, հայեր, բոլոր երկրի հավաքվեք, մեր հայերեն կոտորում են, վերջը հայից Արցախից հանում է։ Այնտեղ մորթում են, ասում ես չեմ խառնում, դա պետական ձև չէ, էլի պետությունը իրավունք չունի, հասկանում ես, հայ ենք, չէ՞ всё-таки, այսքան տարիներ մեր կորուստներին չի համար ա եղել։ Այդ արտաքին պարտքն չի հաճել։ Թոշակներն ավելացել, իրանց պարգևավճարներն ավճարել, ասֆալտները արել պարտքով, վարկով,
Չգիտեմ, ինչ որ բաներ արել, լրիվ բարկով արել, ինչ էլ որ արել։ Սուտ ասում եմ, ջանա գնացեք հեսա չաստ ստեա Toyota-նա իր զենքա փեդից տանկ է, ուր է այդ պարտքը ինչի համար վաղը ախր մյուս օր այդ նոր մարդիկ ովքեր որ գալու են ու մենք ես ու դուք Հայաստանի քաղաքացիները այդ պարտքը սպասարկելու ենք ու այդ փողը տանք այդ հարցը ոչ մեկ չի հասկանում այդ բանը որ այսօր էլ 200 միլիոն վերցրեց եսին որ դիցեսին ինչի վրա ուրա ոչ մի բան ինչ որ մի բան այդ մարդիկ կառուցել են սարքել են ես չեմ տեսել ինչ որ մի հատ բացի այդ գյուղի դպրոցներից որը որ սարքել է երևի 5 հոգի մարդ որ հավաքի կարան սարքել ու դրա վրա ինչ որ փողեր են գրում ինչ անում մի հատ կոնկրետ բան մի հատ ճանապարհ մի հատ կամուրջ մի հատ չման գործարան այդպես բան ինչ որ սարքել է պետական փողերով Չեմ հավատամ։ Ինչի՞ չեք հավատում։ Որտեղ զենքեր շատ են ունեցել, ինքը չի օգտագործել, չեմ կարող ասել, սով աստղաների համար ճիշտ է սարազատ, բայց շատ եմ ես վատս կամ, որտեղ շատերը վիրավոր, շատերը ամբոտ կանցեր, դա պետքա չլիներ։ Մի բան ասեմ, ես ոչինչ չեմ հավատում, կներեք էլի։ Արտաքին պարտքը ինքնորեն չի աճել։ Քուրիկ ջան, արտաքին պարտքը արհեստականորեն աճեցրել է։ Արհեստականորեն։ Այս ամեն ինչ անում է իր շրջապատը, իր քպոյականներին բարեհաճելու համար։ Սամալյոտ առնի, կնոջ հետ աչուձախ եւ այլը իր քպոյական, իր կառավարությունը պահելու համար։ Ինչքան պարտ կվերցնում են նորել, էլի երեգի ես լսեցի որ 200 քանի միլիոն էլի պարտ կվերցնում։ Էս էլ ընտրությունների համար, որտեղ Եվրոպան խոստացել է, որ աջակցելու է ընտրություններին։ Իսկ երբ որ գնաց Պուտինի մոտ, ականջի ձգեց, ասաց գնա նստի եւ ժողովուրդը իր խոսքը կասի։